Բարև ձեզ, եթերում լույս աշխարհի հերթական թողարկումն է։ Նախորդ հաղորդումների ժամանակ մենք կատարեցինք անդրադարձ առաջին հանրապետության քաղաքական պատմության վրայով, ապա նաև մեր վերջին առնվազն 1000 տարվա վրայով, նպատակ ունենալով հասկանալ, թե ով է մեղավոր մեր այժմյան իրականության, ով մեղավորին փնտրելով մենք խճճվեցինք մեր պատմության մեջ, քանի որ փաստեցինք, որ առնվազն 1000 տարի մենք եղել ենք համարյա այսպիսի վիճակում, չկազմակերպված, ազգային շահը չգնահատող ու չգերադասող։ Հետևաբար հարկավոր էր թողնել այդ մեղավորի փնտրտուքը եւ լավախորությամբ ուսումնասիրել մեր սեփական պատմությունը, հասկանալու համար, թե որտեղ ենք մենք խճճվել։ Մյուս կողմից նաև մենք մեր հին շրջանի պատմությունը բանցիկ ուսումնասիրեցինք եւ տեսանք, որ բավական երկար ժամանակահատված մենք իսկապես եղել ենք կազմակերպված ժողովուրդ։ Այնուհետև մենք հիշատակեցինք մի միջազգայնագետի տեսակետ, ով պնդում էր, որ աշխարհում ապագա կունենան այն ազգերը, ժողովուրդները, որոնք կարողանան ստեղծել կայսրություն եւ այս անգամ որպես կայսրություն նկատի էր ունենում ոչ թե զորքերով գրոհել ուրիշ երկրների վրա եւ տարածքներ գրավել, այլ նկատի էր առնվում տվյալ հանրության կազմակերպվածությունը ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով աշխարհում իր տեսակետը արտահայտելու, իր կարծիքները ներկայացնելու, դերակատարություն ունենալու առումով։ Եվ տվյալ միջազգայնագետը մեծաքանակ ազգերի թվում դրանցից հետո նշել էր նաև մի քանի ազգեր, որոնք փոքրաթիվ են անհամեմատ, եւ այդ ազգերի թվում էր նաև մեր ժողովուրդը։ Նա նշել էր նաև հայերին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայերը ունեն սփռվածություն աշխարհում մեկ, սփյուռք եւ կազմակերպելու դեպքում իրենց առջև նշանակալի խնդիր դնելու դեպքում, ապա իրենք կարողանան իրենց ջանքերը միավորել եւ ունենալ առանձնագի դերակատարություն ժամանակակից աշխարհում։ Այս թեզը, որ հնչեցել էր տվյալ միջազգայնագետը, գուցե թե շատերի մոտ քննիծաղ առաջացնի եւ իրենք հարց տան, թե եթե մենք հայերս այսօր չենք կարողանում կարգի բերել մեր այս փոքրիկ երկիրը, այն իրենից հիշեցնում է շատ թափթփված մի վայր, ապա այլևս ինչի մասին կարող է խոսք լինել, որ հայերը ի վիճակի լինեն ինչ-որ աշխարհի մոլորակի մասշտաբով ինչ-որ խնդիրներ բարձրացնելու եւ լուծելու։ Այս հարցի պատասխանը գտնելու համար, որպեսզի մենք ինքներս մեզ համար պարզենք ուտոպիա է սա քննիծաղ առաջացնող առաջարկ, թե հնարավոր իրականություն, մենք փորձենք մեր պատմությունը էլի ուսումնասիրել, պարզելու համար, թե արդյոք եղել է մի ժամանակահատված, որ հայերը ունեցել են առանձնակի դերակատարություն աշխարհում, թե ոչ։ Եթե կպարզի, որ չի եղել ընդհանրապես, ապա կարելի է այդ առաջարկը համարել ուտոպիայի ժանրից, իսկ եթե պարզվի, որ եղել է, եթե պարզենք, ապա այդ դեպքում հենց այդ ժամանակ էլ կանենք անհրաժեշտ հետևությունները։ Այսօր ես ձեզ ներկայացնելու եմ երկու մասնագետների ուսումնասիրությունների արդյունքները, ընդ որում մեկը ազգությամբ հայ, մյուսը այլազգի։ Ուրեմն սկզբից սկսենք մեր երիտասարդ պատմաբան Արտակ Մովսիսյանի ուսումնասիրությունների արդյունքներից։ Նա ինքը հյուր եղել է լույս աշխարհում, ելույթ ունեցել է եւ արտահայտել է որոշ տեսակետներ, ելնելով իր ուսումնասիրության արդյունքներից։ Եվ այսպես ուսումնասիրելով մեր պատմության շատ հին շրջանը, մոտ մի քանի հազար տարի առաջվա հայ ժողովրդի պատմությունը, պարոն Մովսիսյանը եկել է այն հետևության, որ իսկապես առանձնահատուկ դերակատարություն ունեցել են հայերը հին շրջանի աշխարհում։ Եվ մի քանի թեզեր էր ինքը առանձնացրել, ուսումնասիրելով այն ժամանակվա հայերի վարքը ու նաև Հայաստանի դերակատարությունը, որոնք ես հիմա ձեր թույլտվությամբ մեջբերումով ներկայացնեմ։ Եվ այսպես առաջինը, որ նկատել էր պարոն պատմաբանը, դա սրբազան հայրենիքի պաշտամունքի գաղափարն էր, որ եղել էր մեզանում։ Ինչ է գրում Արտակ Մովսիսյանը։ Եվ այսպես մեջբերում եմ։ Հայրենիքը բոլոր ազգերի համարել հայրենիքը, բայց սրբազան հայրենիք ասածը
հայրիս ընկալման ոչ թե արևիտակ կենսապահովման մի տարածք էր, այլ մի տարածք, որը մեծ միստիկական խորհուրդ ուներ։ Հետաքրքիր է, որ շումերական, աքքադական, խեթական, հին եբրայական ու ելի մի շարք այլ աղբյուրներում մենք տեսնում ենք, որ Հայաստանը ներկայանում է որպես սրբազան տարածք, պաշտամունքի առարկա հանդիսացող տարածք։ Սա այն տարածքն էր, ուր տեղի էր ունենում առաջագործությունը, այն տարածքը, որտեղ ըստ բազմաթիվ հին ժողովուրդների հավատքի համաշխարհային ջրհեղեղից հետո դարձել է մարդկության վերածննդի երկիրը փրկության վայրը։ Սա այն տարածքն է, ուր բնակվում էին ընտրյալ մարդիկ, ապրում էր աստվածընտրյալ մի ժողովուրդ։ Տարածք, ուր կար անմահության խորհուրդը։ Աստվածաշնչում այն կոչվում է կենաց ծառ։ Շումերական աղբյուրներում ասվում է, որ հայի աստվածը իմաստության աստվածն է, որի ապարանքում ապրում են 7 իմաստուններ, որոնք աշխարհին իմաստնություն են քարոզում։ Շարունակում եմ մեջբերումը սրբազանության կապված։ Այսինքն մենք ունենք Հայաստան, մի հայրենիք, որը սրբազան է ոչ միայն մեզ, հայերիս համար, այլ ամբողջ տարածաշրջանի հարևան ժողովուրդների համար։ Եվ այդ մասին ոչ միայն մենք հայերս ենք ասում, այլ ասում են մեզ հետ նույնիսկ ազգակցական կապ չունեցող ժողովուրդները։ Օրինակ, սեմական ծագում ունեցող ժողովուրդները, որոնց համար Հայաստանը ևս սրբազան երկիր է համարվել։ Նույն միտքը կա նաև կորեական աղբյուրներում, եւ բնականաբար այս հանգամանքը մտածելու տեղիք է տալիս։ Ուրեմն կար մի սրբազան գաղափարախոսություն, որը բեր էր կրոններից, ազգային պատկանելությունից, եւ այդ սրբազան գաղափարախոսության համաձայն Հայաստանն էր այդ առանցքային սրբազան երկիրը։ Սա էր առաջագործության այն երկիրը, որտեղից մարդկությունը նորից վերածնունդ ապրեց։ Հայաստանը ոչ միայն հայերիս համար է սրբազան հայրենիք դիտվել, այլ նաև այլ ժողովուրդների համար, որոնք չեն բնակվել այս տարածքում։ Իմաստության հետ կապված մի մեջբերում կատարեմ, որը վերջին 100-ամյակում է հայտնի դարձել։ Արևելյան օկուտական Ռերիխը իր աշակերտներով բարձրացավ Հիմալայներ տեղեկություններ քաղելու նպատակով։ Դրանք հետագայում հավաքվեցին մի ժողովածուի մեջ, որը հրատարակվել է եւ կոչվում է հնագույն լեգենդներ։ Այստեղ ներկայացվում է, որ ըստ Տիբետ Հիմալայներում տարածված ուսմունքի ինչեր են տեղի ունեցել տիեզերաստեղծման շրջանում։ Դրանցից մեկն էլ սա է։ Ասվում է, թե երբ երկիր մոլորակը նոր էր արարվում, Օրիոն համաստեղությունից, որը ինչպես գիտենք մեր հայքի համաստեղությունն է, երկիր է ուղարկվում պարգև իմաստության քարը, որը հանգչում է Արարատի գագաթին։ Նկատենք, որ սա ուղղակիորեն կապվում է շումերական աղբյուրների հետ, որոնցում նույնպես ասվում է Հայաստանի որպես իմաստության երկիր լինելու մասին։ Դրանցում ասվում է, որ իմաստնությունն ու արվեստը բերվեց Արարատա երկրից, որն է Հայաստանը։ Այսինքն մի հսկայական տարածաշրջանում Հնդկաստանից մինչև Բալկաններ ու Միջագետ բնակված ժողովուրդները, անկախ իրենց էթնիկական ծագումից ու կրոնական հավատալիքներից, Հայաստանը համարել են սրբազան երկիր։ Այսինքն, փաստորեն, կան բազմաթիվ վկայություններ, որ Հայաստանը եղել է առանձնահատուկ նշանակության երկիր հին աշխարհում, եւ հետեւաբար սպասելի է, որ այդ այլոց կողմից սրբազան համարվող տարածքում ապրող ժողովուրդը նաև պիտի տարբերվեր մյուսներից իր դերակատարությամբ։ Եվ հիմա շարունակենք ներկայացնել ձեզ Արտակ Մովսիսյանի ուսումնասիրությունների արդյունքները։ Եվ այսպես, շումերական սեպագիր աղբյուրներում հայերիս մասին ասվում է, որ Արարատայում բնակվող ժողովուրդը ընտրյալ է, առանձնացված բնության ու զարթոնքի Աստծո կողմից։ Շումերական դյուցազնավեպում փառաբանվում է Արարատայի ժողովուրդը, որը բարձր է մյուսներից, ասում է, որ միայն նրանք մնացին ջրհեղեղից հետո, երբ այն սրբեց տարավ ամեն ինչ, ինչ կար երկրի վրա։ Այսինքն մենք աշխարհ ենք գալիս որոշակի առաքելությամբ։ Ուշադրություն դարձնենք, մեր մասին վկայություններ տալիս են ուրիշ ժողովուրդները, որոնք ժամանակին ապրել են մեզ հետ, եւ սա թող ոչ մեծամտություն առաջացնի մեզանում, որ ունեցել են որոշակի դերակատարություն եւ ոչ էլ ոմանց մոտ առաջացնի քնծիծաղ, ելի նայելով այսօրվա վիճակին, փորձել բացառել նաեւ հեռավոր անցյալում ունեցած մեր առանձնակի դերակատարությունը այն ժամանակվա աշխարհում։ Հաջորդը, տեսնենք հաջորդ դրույթը, որին ուշադրություն է դարձնում եւ առանձնացնում Արտակ Մովսիսյանը հին պատմությունը ուսումնասիրելով։ Մեջբերում։
Դարձյալ հին սկզբնաղբյուրները թերթելով տեսնում ենք, որ այս ընտրյալ ժողովուրդը, խոսքահայերի մասին է, ունի իրեն հատուկ աստվածային առաքելություն։ Կան բազմաթիվ պատմական իրադարձություններ, ուր տեսնում ենք, որ մերոնք կատարել են գործեր, որոնք համահունչ են իրենց առաքելությանը։ Իսկ առաքելությունը հետևյալն է, ուշադրություն դարձրեք։ Երկրի վրա պահպանել աստվածաստեղծ սրբազան կարգեր, որովհետև մենք հայ Աստծո ժողովուրդ ենք, որի մոտ են գտնվում աստվածային սրբազան օրենքները, որոնցով եզերքն էին կառավարում։ Եվ ոչ պատահականորեն Արարատայի երկիրը, հնագույն Հայաստանը, միջագերքյան աղբյուրներում կոչվում է աստվածային սուրբ օրենքների երկիր։ Եվ ապա պարոն Մովսիսյանը բերում է մի քանի օրինակներ, թե ինչպես հին աշխարհում հայերը իսկապես հետևում էին որոշակի կանոնների պահպանությանը այն ժամանակվա աշխարհում։ Եվ բերում է տվյալ օրինակը։ Քրիստոսից առաջ 24-րդ դարում ստեղծվում է մարդկության պատմության մեջ հայտնի առաջին բռնապետությունը, աքքադական բռնապետությունը։ Այն սեմական ծագումով ժողովուրդների բռնապետություն էր։ Այն ստեղծեց Սարգոն Աքադացին, որը չարիք դարձավ հարևան ժողովուրդների համար։ Իսկ հատկապես նրա թոռը պատմության մեջ մնաց առաջին արքան, որը ավերեց աստվածների տաճարներն ու իրեն հռչակեց Աստված։ Ծանր վիճակ էր ստեղծվել, շումերները օգնության համար դիմում են հայկական լեռնաշխարհին, ուր կար 17 իշխանություններ, որոնք միացյալ մեկ դաշինքով էին ապրում։ Եվ հայկական լեռնաշխարհի միացյալ դաշինքի ուժերը գնացին շումերներին օգնության։ Կործանվեց ինքնահռչակը, միջագետքի ժողովուրդը փրկվեց բռնապետից։ Հետաքրքիրն այն է, որ հայերը կործանելով այդ բռնապետությունը չստեղծեցին մի նոր բռնապետություն։ Հակառակը, հայերի իշխանության ժամանակ Քրիստոսից առաջ 23-22-րդ դարերին 100 տարիների ընթացքում միջագետքը վերածնունդ ապրեց։ Որպեսզի պարզ լինի, թե հայերի իշխանության տարիներին միջագետքում որքան արվեստի գործեր են ստեղծվել, բերեմ մեկ օրինակ։ Սա օրինակը բերում է Արտակ Մովսիսյանը։ Եթե այցելեք Լուվրի թանգարան, մի ամբողջ սրահ կտեսնեք, որ տեղադրված են միջագետքի վերածննդի շրջանի նշանավոր գործիչներից մեկի Ուդեայի արձանները։ Սա խոսում է այն մասին, որ հայերի իշխանությունը միայն նպաստել է միջագետքում արվեստի նման մեծ ժառանգության ստեղծմանը։ Եվ ապա բերում է երկրորդ օրինակը։ Երբ ստեղծվեց Համուրաբի բաբելոնյան բռնակալությունը, նրան կործանողների մեջ կրկին հիշատակում են հայկական լեռնաշխարհի զորքերը։ Այս երևույթը դարձել էր խորհրդանշանակը, որ հայերը պիտի գնան եւ այսպես ասած նորմայից շեղվող ժողովուրդներին կարգի բերեն եւ մարդկանց ազատեն բռնակալություններից։ Եվս մի երրորդ օրինակ է բերում մեր հարգարժան պատմաբանը, 5 տակարանում Երեմիա մարգարեի գործում կարդում ենք, որ Բաբելոնը նորից հզորացել ու նվաճված ժողովուրդների գլխին դարձել էր չարիք։ Եվ ահա Երեմիա մարգարեն օգնության խնդրանքով դիմում է Արարատի Մինի եւ Ասքանազի թագավորություններին, Հյուսիսի մեծ ու հզոր ազգին, Արարատի թագավորությանը։ Այսինքն Քրիստոսից առաջ 24-23 դարերից սկսած մինչև Քրիստոսից առաջ 6-րդ դարը մի հսկա ժամանակահատված մենք հայերս այս ամբողջ տարածաշրջանում պահպանել ենք աստվածային կարգը։ Եվ այն բռնակալները, որոնք գահ էին բարձրանում եւ փորձում իրենց կարգը հաստատել, հայերը դուրս էին գալիս նրանց դեմ վերահաստատելով աստվածային կարգը։ Հիմա դուք շատերը կարող եք մտածել, թե հայ ազգի պատմաբան է, ուսումնասիրել է պատմությունը, աղբյուրներ եւ գուցե թե մի քիչ չափազանցեցրել է, որպեսզի կարողանա վերություն տա իր ազգին եւ շատերը գուցե ասեն, ահա հայերը կրկին սկսեցին տոն տալ ազգային սնապարտության։ Բայց հիմա մենք ներկայացնենք օտարազգի մեկ այլ գիտնականի ուսումնասիրության արդյունքները։ Ուրեմն խոսքը 1894 թվականին Երուսաղեմում լույս տեսնող ժողովուրդ եւ հող ամսագրում հրապարակված հրեա պատմաբան Բորիս Մոյշեզոնի Արմենոիդները հին շրջանի արիստոկրատիա աշխատության մասին է։ Ճիշտ է, այս հոդվածը գրելով հեղինակը որոշ նպատակներ է ունեցել հենց իր ազգի հետ կապված, որը հոդվածի վերջին մասում է ինքը զետեղել, բայց մենք դա թողնենք, դա տվյալ բանի մեզ այնքան չի հետաքրքրում, այլ անդրադառնանք
մեր տարածաշրջանի վերաբերյալ հնագետների արած եւ տվյալ գիտնականի արած հետևությունների։ Եվ այսպես հեղինակը բերում է գերմանացի հնագետներ ֆոն Լուշանի եւ ֆոն Օպենհեյմի ուսումնասիրությունների արդյունքները։ Սույն գիտնականները պեղումներ կատարելով հնագույն աշխարհի տարածքում առնչվում են մի հետաքրքիր փաստի հետ։ Նրանք նկատում են, որ հին պատկերաքանդակներում մարդիկ ունեն դեմքի եւ գլխի միևնույն ձևը, մի բավական հսկա տարածաշրջան։ Համեմատելով դրանք ժամանակակից ժողովուրդների ներկայացուցիչների համապատասխան տվյալների հետ, նրանք նկատում են, որ այդ դիմագծերի ձևերը նկատվում կան հիմնականում հայերի մոտ։ Եվ այդ պատճառով էլ իրենց հայտնաբերած մարդատեսակին նրանք անվանում են արմենոիդներ, իհարկե հետագայում այդ անվանումը փոխվեց, բայց մենք արմենոիդ բառը հասկանանք, քանի որ հենց իրենք էլ տեսել են, որ հայերի նման են, ընկալեն որպես հայանման են, հայերի նման մարդիկ, որոնք ապրել են այդ տարածաշրջանում։ Հիմա տեսնենք, թե ինչ է ասում Բորիս Մոյսեժյանը եւ համադրենք Արտակ Մովսիսյանի հետևություններին, տեսնենք համընկնում են իրար հետ թե ոչ։ Ուրեմն շարունակելով պեղումները, հիշյալ գիտնականները պարզում են, որ Մթ. առաջ 10,000 թվականից մինչև Մթ. առաջ 2000 թվականը բոլոր աստվածների, արքաների, զորավարների, կարևոր մյուս մարդկանց պատկերաքանդակներում ներկայացված են բացառապես հայերի նման մարդիկ։ Բայց երբ պեղումներ են կատարում թաղման վայրերում, գերեզմաներում, իրենք պարզում են, որ այդ դիմագիծը ունեցող մարդիկ ընդհանուր ժողովրդի մեջ մեծամասնություն չեն կազմել, այլ եղել են ընդամենը 5-10%, այսինքն ամեն 100-ից 5-ն է ունեցել գլխի այդ ձևը, մնացյալը ասենք այլ կառուցվածքի, այլ ցեղի ժողովուրդներ են եղել։ Այս երևույթը մեր նշված գիտնականը հետևյալ կերպ է ձևակերպում, որ նշված ժամանակահատվածում են ժողովուրդները, որոնք ասացինք հայերի նման են, կազմել են յուրահատուկ բարձրագույն խումբ, հանդիսացել են ազնվական խավ կամ ժողովուրդ եւ էական դեր են կատարել Իրանի միջագետքի, Անատոլիայի, հեղինակ այսպես է նշում, բայց սա հենց մեր տարածաշրջանը անունը շրջացելու այդ մեթոդը գիտենք, քաղաքակրթության մեջ կանգնած են եղել նրանց քաղաքակրթությունների հիմքում եւ որոշել են նրանց ոճը։ Եվ հենց դա է պատճառը, որ աստվածները հնագույն ժողովուրդների մոտ պատկերված են հենց արմենոիդների տեսքով։ Փաստորեն եւս մի վկայություն, որ իսկապես այդ մարդիկ, որոնք ասեցինք հայանման են, հայերի նման են եւ շատ հավանական է, որ հենց մենք ենք կամ մեր նախնիներն են, ունեցել են առանձնակի դերակատարություն հին աշխարհում, ինչ հետևությունների հանգել էր նաեւ Արտակ Մովսիսյանը։ Եվ մի հետաքրքիր փաստ է, այս նույն գերմանացի հնագետները պեղումներ կատարելով իրենք գտնում են մարդկային գանգեր, որոնք արտաքին տեսքով գլխի ձևով նման են հայերի, բայց գլխի դեմքը, շուրթերը եւ աչքերը արդեն նման չի։ Դրանք այլ ժողովուրդներ են, բավական երկար ժամանակ չեն կարողանում գտնել այս հարցի պատասխանը, մտածում են, թե գուցե թե սա Խաչասերում էր, ասենք ժողովուրդների խառնում, բայց էլի իրենց մոտ հարցեր է առաջանում, թե ինչու հենց գլխի ձևը լինում է հայերի գլխի նման, բայց ահա մյուս դեմքի մյուս մասերը նման չէ։ Այս հանրիկի պատասխանը իրեն գտնում են, երբ որ պեղումների ժամանակ հայտնաբերում են կաշվից եւ փայտից պատրաստված կաղապարներ, փոքր երեխաների համար։ Եվ իրենք արդեն հանգում են հետևության, որ մյուս ազգերը, մյուս ժողովուրդները, որոնք հայերի նման չէին, իրենց երեխան երբ որ ծնվում էր, նրան փոքր հասակից գլխին հագցնում են այդ կաղապարը երեխայի գլխին տալիս էր մի որոշակի ձև, որը այդ մարդը երբ որ դառնում էր չափահաս, ինքը արտաքինով սկսում էր նմանվել հայերի, հետևաբար ինքը ունենում էր տվյալ հասարակության ժամանակվա հասարակության մեջ ազնվատոհմիկի համարում տեսք եւ նաեւ իր համար ասենք կլիներ ավելի մեծ շանսեր կլինեն, որպես ինքը իր
կյանքի ընթացքում հաջողությունների հասել կարիերայի առումով։ Այսպիսի կաղապարներ շատ են գտնում իրեն եւ վերջնականապես համոզում են, որ սա եղել է պրակտիկա, որպեսզի այլ ժողովուրդներ իրենց երեխաներին հատուկ ձևերով դարձնեն հայերին նման։ Այնուհետև պարզում են, որ որոշ ժողովուրդների արքայական տոհմի ներկայացուցիչները, որ թաղված են կամ պատկերված են, ունեն նորից նույն տեսք ինչ որ մենք, սակայն հայ չէ, հայանման չեն։ Եվ իրենք հետևեցնում են, որ սա ըստ ամենայնի արվել այն պատճառով, որպեսզի տվյալ արքայական տունը, քանի որ ինքը նման կլինի մեզ, հին շրջանի հայերին, ապա իրավունք ունենան պնդել, որ իրենց ծագումը աստվածային է եւ կլինի հարգված տվյալ ժամանակաշրջանի ժողովրդի մեջ։ Ուրեմն սա երկրորդ դրվագն էր, որ ես ձեզ ներկայացրեցի, թե երկրորդ գիտնականի, չգիտեմ, որ չափով ձեզ համար համոզիչ եղավ, բայց էլի կան աշխատություններ մեր ժամանակակից պատմաբանների, որոնք եթե դուք ուսումնասիրեք, արդեն համոզվեք, որ այն ժամանակվա աշխարհում հայերը մի առանձնագիր դերակատարություն են ունեցել։ Ես կառաջարկեի ծանոթանալ մեր ժամանակակից պատմաբաններ Գուրգեն Կարապետյանի, նույն Արտակ Մովսիսյանի, Էդմոն Խորշուդյանի, Ալեքսանդր Վարպետյանի եւ այլոց աշխատություններին եւ կհամոզվեք, որ շատ քաղաքակրթական արժեքներ հենց Հայաստանից են տարածվել այն ժամանակվա աշխարհով մեկ։ Եվ կարող է հարց առաջանալ, ունենք արդյոք մենք կապ շատ հին շրջանի մեր հայության հետ, արդյոք մենք չենք կորցրել այդ առանձնահատուկ դերակատարություն ունենալու շնորհ։ Ես առայժմ կխոզապեմ պնդելուց, ընդհանրապես ես ձեզ բերեմ երկու իրական փաստ, որը ինձ պատմել է։ Առաջինը ինձ պատմել է մի բավական բարձր նախկին պաշտոնյա, հիմա էլ Հայաստանում հայտնի անձնավորություն, ուրեմն մի անգամ իրեն եւ մի խումբ հայերի կոնկրետ մի մեծ պետության դեսպան հրավիրում է Ծաղկաձոր ինչ որ որոշակի հարցերով երկրորդական քննարկումների, տրեյնինգ, այսպես ասում են, եւ 2-3 օր ինտեվեր այդ քննարկումներ, ինչ որ հարցերի հետ կապված, չեմ ուզում մանրամասնեմ, եւ այս դեսպանը մեր հայերի առջեւ անընդհատ խնդիր է դնում, թե ինչ է լինելու աշխարհի վերջը։ Եվ անընդհատ ինքը շեղվելով այդ իրենց նպատակից, որի համար գնացել էին Ծաղկաձոր, անընդհատ այս կարգի բարդ խնդիրների շուրջ է խոսեցնում հայերին, եւ վերջում մեր այս տվյալ պաշտոնյան է պատմում նախքին, որ այլևս չդիմացան եւ զարմացած իրեն հարցրեցին, ասին պարոն դեսպան, ինչ եք ուզում մեզանից։ Մենք եկել ենք այս մանր հարցով, ինչպես Հայաստանում ասենք ինչ փոփոխություններ կատարեն, բայց հա դուք աշխարհի մասշտաբի խնդիրներ եք դնում, դա ինչի համար է մեզ պետք։ Ինչու եք մենք մեզ այդ հարցերով տանջում եւ ասում է դեսպանը քմծի տաղեց եւ ասաց Միթե չեք հասկանում, թե ինչու եմ ես ձեզ տանջում, միթե չեք հասկանում, թե ինչու եմ ես հենց ձեզ այդ հարցը տալիս եւ ուզում, որ դուք պատասխան գտնեք։ Պատճառը այն է, ասում է այս դեսպանը, որ ինքներդ էլ տեսնում եք, որ աշխարհի մասշտաբով բացասական փոփոխություններ են տեղի ունենում, մարդկության, կոպիտ ասենք, այլասերում է տեղի ունենում, արժեհամակարգերի փլուզում եւ մարդկությունը պետք է ինչ-որ ելք գտնի այս իրավիճակից եւ դեսպանի խոսքերն եմ ասում, մեզ առավելքան հայտնի է, որ շատ հնարավոր է, որ այդ ելքը ես դուք ասեք հայերը, ովքեր ունեք այդ հին պատմությունը, ովքեր ժամանակին կարգավորել են նման հարցադրումներ։ Այս պաշտոնյան ինձ պատմում է, ես զարմացած էր, հիմա մեկ ուրիշ դրվագել ասեմ, մեկ այլ միջավայրում էի, մի բավական կերտ հայ անձնավորություն էր, ինքը ինձ հետևյալը պատմեց սեղանի շուրջ նստած մարդկանց, վերջերս մի խոշոր պետության դեսպան, բայց ոչ այդ առաջին, սա արդեն մեկ այլ ուրիշ խոշոր պետության դեսպան էր,
Էլի ասում է հրավիրել էին մեզ մի խումբ հայերի, իրենք այլ մասնագիտության կրողներ էին, ավելի շատ հումանիտար, եւ էլի ինչ որ թեմաներով զրույցից հետո նորից փոխել էր, ասաց եւ զարմացել ենք, թե ինչու էր այդ դեսպանը մեզ տանջում, ես ասացի այդ մեր հայրենասիրան սուզում եք, ասեմ, թե այդ տվյալ դեսպանը ինչ հարցեր տվեց ձեզ եւ հետո ինչ եղավ։ Ու զարմացա, թե դու ներկա չես եղել, պարոն Պեպանյան, ինչպես կարող եք իմանալ, թե այդ ահռելի երկրի դեսպանը հենց ինչի համար էր մեզ հրավիրել եւ ինչի համար էր մեզ այդ երկար ժամանակ խոսում։ Հենց այսպես։ Ու բերեցի այն նույն պատմությունը, նույն պատասխանը, որը տվել էր այն մյուս խոշոր երկրի դեսպանը մեր նախկին պաշտոնյան, ասա հենց այսպես, ինքը ձեզ ասել է մարդկությունը ինչ որ դեգրադացիոն process-ների մեջ է, հարկավոր է դեմը առնել, իսկ այդ խնդրի լուծման համար ամեն ազգ, ամեն ժողովուրդ չէ, որ ի վիճակի է կարող այսպիսի գլոբալ խնդիրներ լուծել եւ սպասելի է, որ հենց ձեզանից է գալու այդ լուծումը։ Երբ որ ես սա ասացի, ես զրուցակիցս ապշեց, էլի թե ես որտեղից իմացա այդ ամենականը, որ ներկա չէի, բայց իմանալով նախկին զրույցը, ինչպես նաև այս փաստերը, որ ես ձեզ ներկայացրի, ինչպես նաև շատ ուրիշ փաստեր, որոնք ժամանակի ընթացքում գուցե թե հնարավորություն ունեն ներկայացնելու, ինձ համար դժվար չէր հետևեցնել, որ երկրորդ հզոր պետության դեսպանը հենց ինչի է, ասենք հայ միտք կրողներին հրավիրում, հավաքում, փորձում, այսպես ասած, ուրաների գրող ձեռնարկել։ Այնպես որ ուրիշները շատ լավ գիտեն, որ հայերը, եթե անգամ այսօր գտնվում են թափթփված վիճակում եւ նույն է իրենք մտքի տրիչի առումով ունեն որոշակի տվյալներ եւ իրենց կարծիքով մենք այս 2000-1500 տարվանցում չենք կորցրել։ Այնպես որ մենք էլ պիտի հույս պահենք այդ հույսը, որ եթե ուրիշը գտնում է, ապա մենք էլ պիտի այդպես մտածենք։ Հիմա ես նաև ձեզ խորհուրդ կտամ, որ դուք հետևեք Ձայն Արարատի հաղորդաշարին, եթե ինտերնետով այդպես էլ գրեք հայերեն Ձայն Արարատի կբերի, այնտեղ մեր երևելի մտավորականները հաղորդումներ են ներկայացնում, հաղորդաշարը, որտեղ իրենք ներկայացնում են հայ ժողովրդի պատմությունը, ծագումնաբանությունը, դերակատարությունը առանձնակի եւ այլն, դա կօգնի մեզ բոլորիս հասկանալու մեր իրական էությունը, որ մենք ունեցել ենք ժամանակին։ Եթե հիշում եք, ես մեր հաղորդումից մեկի ժամանակ ասացի, որ բավականին բարդ ներքաղաքական իրավիճակի մեջ ենք մենք, մի երակի թակարդի մեջ, երեք թակարդ են մեզ պահում կապած, մեկը այն է, որ մենք մեր անցյալի հետ դաժան անցյալի հետ բերել են պրոբլեմներ, որոնք որոշում են մեր կենցաղը օր եւ աշխատում են մեր զարգացումը, մյուսը կապիտալիզմի կայացման հետ եկած այդ սև հեղեղներ, դա ես հետո առանձիկ ներկայացնեմ, եւ երրորդ այն, որ մենք դրսից բերել ենք օրենքներ, որոնց մենք պատրաստ չենք, փորձում ենք իրականացնել, մինչդեռ գիտնականները դա 100 տարի առաջ են բացել, որ նման դեպքում ընդունող ժողովուրդը ինքը քայքայվում է, ծրոփվում է, եթե փորձում են մեխանիկորեն կիրառել այդ ամենը եւ որպես տարբերակ երկի ներկայացել էի ուրիշ ժողովուրդների կողմից փորձարկված այդ մեթոդը եւ տվյալ դեպքում հանրության ժողովրդի արժեք դնում են այդ բարձր խնդիր, շատ բարձր խնդիր, որին վարակում են մարդկանց այդ բարձր խնդրով եւ դեպի այդ մեծ նպատակը ձգտելու ճանապարհին հանրությունը աստիճանաբար իր բացական հատկանիշներից վերափոխվում։ Այնպես որ մենք պիտի եթե ուզում ենք այս իրավիճակը հաղթահարել, մենք պիտի շարունակենք լրջորեն ուսումնասիրել այս իմաստով չբարավենք մեր անցյալում ունեցած մեր դերակատարությունը, որ չափով էր ճիշտ, կարծում եմ այլ կասկածներ չունենք, ելի կփորձենք ներկայացնել, եւ հետո մենք պիտի փորձենք նաեւ հասկանալ իսկ ինչ պատահեց մեզ, որ մենք ինքներս որոշակի բացասական փոփոխություններ ապրելով եկանք հասանք այս իրավիճակի։ Եվ տեսեք, եթե մենք ժամանակին աշխարհում ունեցել ենք որոշակի դերակատարություն, դա չի նշանակում, որ հենց այս տեսակի հայը, որ հիմա մենք ունենք այս կենցաղով իր մտածողությամբ, հենց ինքն էլ եւս մեկ անգամ կարողանա բարձր մակարդակի խնդիրներ լուծել համեմատկային։
որպեսզի մենք կարողանանք այդ ֆունկցիան, որը կատարել ենք ժամանակի հիմա էլ կատարենք, ապա մենք ինքներս նախ որակական փոփոխությունների ենթարկվենք, մեր բացական հատկանիշներից ազատվենք, մեր այն դրական հատկանիշները, որ կային խթանենք, դրանք ներարկեն մեզ, որ այս ժամանակ արդեն մենք իզորու կլինենք լուծել մեծ խնդիրներ, որը եւ ասացինք դա միջոց է ոչ միայն այս ճահիճը հաղթահարելու, այլ նաեւ ազգի առջեւ դնել նպատակ եւ կարողանալ միավորելով իմաստ դնել ազգի առջեւ եւ տանել ազգին դեպի վերելքի։ Ուրեմն այսքանով մեր այս մի հաղորդաշարը մենք ավարտենք, առաջիկայում մենք ելի կփորձենք մի քանի հյուրերի հետ ճշտել բարձր վերջնականորեն արդյոք մենք ունեցել ենք առանձնակի դերակատարություն, ինչպես նաև փորձենք բարձր այդ մեր վերելքի շրջանում ինչ հատկանիշներ ենք ունեցել, ինչ ֆունկցիաներ, ինչ դերակատարություն, որոնք ենք մենք կորցրել եւ ինչ ճանապարհով ենք կորցրել, որքան շուտ ենք կորցրել, ինչ է կատարվել մեզ հետ, որ մենք դարձել ենք այսպեսին, այս բոլոր հարցերի պատասխանները մենք առաջիկա հաղորդումների ժամանակ կգտնենք, ասել որ կան մասնագետներ, որոնք տիրապետում են նշածս հարցերի պատասխաններին, եւ այդ ամենից հետո արդեն մեզ համար ուրվագծի, թե իսկ ինչ հարկավոր անել, այնպես որ ասեմ, որ վիճակը տխուր չի, թեպետ մեր խնդրեմը շատ մեծ է, բայց համապատասխան միտք եւ ջանք ներդրելու դեպքում մենք կարողանանք գտնել այս խնդրի լուծումը։ Այսքանով ավարտենք մեր այս թողարկումը, ես ձեզ ասում եմ ցտեսություն, մինչ նոր հանդիպում։